Մայիսի 8-ին սպասվող եղանակային պայմանների կանխատեսմամբ եթերում աշխատում է Գագիկ Սուրենյանը, բարև ձեզ։ Առաջիկա օրվա ընթացքում մեր երկիրը կգտնվի այս անգամ Սև ծովի շրջաններից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ներխուժումը կսկսվի կեսօրից հետո։ Արբանյակային լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ կեսօրից հետո դեպի երեկո Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է ամպրոպային անպամացության զարգացում։ Այսպիսով այսօր գիշերը եւ վաղը մինչեւ կեսօր երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց ստեղումների եղանակ։ Կեսօրից հետո դեպի երեկո շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, Լոռիում, Տավուշում եւ Շիրակում անձրևները կլինեն ինտենսիվ, առանձին գոտիներում կանխատեսվում է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում պոռթկումները մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։ Այժմ տեսնենք, թե ինչ ջերմային ֆոն եւ մթնոլորտային երևույթներ են սպասվում Հայաստանի տարբեր հատվածներում։ Շիրակում կեսօրից հետո սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաեւ կարկուտ, գիշերը մարզում սպասվում է 3-ից 7, ցերեկը 16-ից 19 աստիճան տաքություն։ Խոտայքում նույնպես կեսօրից հետո դեպի երեկո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, մարզի լեռնային գոտիներում գիշերը պետք է սպասել 3-ից 6, ցերեկը 16-ից 19, նախալեռնային հատվածներում գիշերը 8-ից 12, ցերեկը 20-ից 23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, գիշերը մարզում կդիտվի 3-ից 6, ցերեկը 16-ից 20 աստիճան տաքություն։ Լոռի Տավուշ հատվածում կեսօրից հետո սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին գոտիներում նաեւ կարկուտ, Լոռիում գիշերը պետք է սպասել 5-ից 8, ցերեկը 17-ից 20, Տավուշի նախալեռներում գիշերը սպասվում է 8-ից 12, ցերեկը 17-ից 20 եւ Տավուշի հովտային գոտում գիշերը 10-ից 14, ցերեկը 21-ից 24 աստիճան տաքություն։ Արագածոտնի լեռնային շրջաներում կեսօրից հետո իսկ նախալեռներում հիմնականում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, մարզի լեռնային գոտում գիշերը պետք է սպասել 3-ից 6, ցերեկը 14-ից 18, նախալեռնային հատվածներում գիշերը սպասվում է 9-ից 12, ցերեկը 19-ից 23 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, Արարատի նախալեռներում գիշերը սպասվում է 8-ից 11, ցերեկը 20-ից 24, Արարատի հովիտներում գիշերը 10-ից 14, ցերեկը 23-ից 26, Արմավիրի մարզում գիշերը 10-ից 13, ցերեկը 23-ից 26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում նույնպես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, մարզի լեռնային գոտիներում գիշերը կանխատեսվում է 4-ից 7, ցերեկը 15-ից 19, նախալեռնային հատվածներում գիշերը 9-ից 13, ցերեկը 23-ից 26 աստիճան տաքություն։ Սյունիքում մինչև երեկո կդիտվի առանց ստեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Լեռնային գոտում գիշերը կանխատեսվում է 3-ից 6, ցերեկը 14-ից 18, նախալեռնային հատվածներում գիշերը 7-ից 11, ցերեկը 21-ից 25 եւ հովիտներում գիշերը 12-ից 15, ցերեկը 25-ից 29 աստիճան տաքություն։ Երևանում մինչև երեկո կպահպանվի առանց ստեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպը կուղեկցվի քամուշ գնացմամբ մինչև 18 մետր/վայրկյան արագությամբ, գիշերը մայրաքաղաքում սպասվում է 10-ից 12, ցերեկը 23-ից 25 աստիճան տաքություն։ Սրանք էին օդերևութաբանական վերջին վերլուծությունները եւ կանխատեսումները, կհանդիպենք վաղը։